Ողջույն բարեկամներ։ Ինքնաճանաչում ֆորմատով այսօր մենք կրկին կզրուցենք քվանտային հոգեբան, էպիգենետիկ Գյորգի Ավագյան, ինչպես իրեն ասում են, դոկտոր Միզրաբեկի հետ։ Բարև ձեզ, դոկտոր։ Добре. Ես ճիշտն ասած երբևէ այդքան քննադատություն չէի ստացել եւ գովասանքներ չէի ստացել մի հաղորդման ընթացքում, ինչքան մեր նախկին հանդիպումից հետո, ասենք պարադոքս էր եւ քննադատությունը շատ եւ գոհունակությունը եւ խնդրանքը անպայման նորից հանդիպել։ Ես մի քիչ մտածելուց հետո երևի դուք ինձ հետ համաձայն կլինեք, քանի որ ինքը ոլորտը նույնն է, նորը շատ մարդկանց համար, բայց իմ համար երկար տարիներ ուսումնասիրած ոլորտը դրա համար ես շատ հանգիստ եմ դրան նայում, էլի։ Հիմա ուզում եմ դուք ես հարցերին պատասխանեք։ Ինչն է պատճառը, որ ինչի մասին մենք խոսացինք անցած անգամ, շատ շատերի համար կարող է, ասենց ասեմ, առաջի ռեակցիան լինի նույնիսկ թշնամաբար ընդունված, հա, որ ես ինչ եք խոսում, ոնց թե ինչ կապ ունի մեկը մեկի հետ, հա։ Մենք չենք խոսում դասական բժշկության մասին։ Կարող է դա է պատճառը։ Դուք ունեք այդ պրակտիկան, ոնց եք դասատուն դուք։ Հա, դե գիտեք, դասական բժշկությունը իրան պլյուսներ ունի։ Ինձ էլ են փրկել բժիշկներ, այդ առաջի պատերազմը, որ վիրավորված են, այն աշխարհից ինձ հանեցին։ Ո՞ր թիվներ։ 91 ամենա պարտիզանսկի, չէ, պարտիզանսկի բաներ աղել, մենք գնում էինք թուրքերին վերցնում, որ հայերի հետ փոխենք։ Դու կոմանդոսը, как раз կոմանդոսի մոտ էի ես այդ ժամանակ։ Այդ ժամանակ ինչն է վիրավորվեց էր։ Ձերքս։ Ու Ռուսլան Իսրայելյան իր մոտ եմ եղել, ու կոմանդոս հետ եմ եղել։ Հետո ուժը որ ձերքս էլ չի աշխատել, ես ուժը չեմ կարողացել շարունակել 92 թիվում էլ չեմ կարողացել շարունակեմ մինչև Շուշի, բայց էլի ես գնացել եմ Բուրուխան ու կապը պահել եմ Շուշի Ստեփանկերտի հետ։ Իմ ռացիան եղել է 33 ժամանակ Ալիկո է եղել, Ալինկո։ Ալինկո։ Իսկ բանը, Ունդեղ ես մի բան եմ նկատել, հիմա որ ես օգտագործում եմ։ Որ այդ ռազմետկան ասում են թուրքը որտեղ է, մենք ավելի վստահ ենք, չէ՞։ Предупрежден, вооружен։ Ու մենք գնում ենք մեր գործերը հանգստանում։ Եթե մենք չգիտեմ թուրքերը որտեղ է, ռիսկը շատ է Ասադան գնել։ Ու դրա համար իմ սեանսների մեջ ես մարդուն վերադարձնում եմ միջև դեպքը, ինչ վիճակում նա ինքը եղել։ Ունդեղից ուժը սկսում ենք վերապրել դեպքը։ Ես մի հատ հարց տամ միջև այդ դեպքերին հասնելը, ճիշտ է, որ ժամանակ ասում են, sense խոսք է, ասում են Արցախցին երբեք չէր հարցնում թշնամի քանի հոգի է, Արցախցին հարցնում էր թշնամի որտեղ է։ Ճիշտ։ Ասում է 8 միլիոն թուրք կա, տեսնես Ղարաբաղ կհերիքի իրանց գերեզմանների համար։ Ես բայց ինչքան հիշում եմ նախկին խոսակցությունից, դոկտոր, ասացիք, որ դուք Ղարաբաղում չեք մեծացել, ոնց եղավ, որ դուք պատերազմի ժամանակ հայտնվեցիք Ղարաբաղում։ Դե Զորիկ Բալայանը մեր հարևանն էր, Քոչարյանը մեր դիմացի հարևանն էր, Աչի Ես ինչ շրջապատ եք ունեցել։ ու Աչ շենքերին Սերժ Սարգսյանի կիններ Ռիտան։ Ես Լենինգրադ եմ ժամանակ եղել եւ մասնակից եմ եղել ուլիչնի բոյ։ Հայատի կռիվ։ Մասնագետ։ Դա մասնագետ։ Հիմա ասում են MMA բան։ Տենց։ Ու Զորիկ կանչեց, որ ես գամ ֆիդայիներին պատրաստեմ։ Տենց մոմենտ է եղել։ Տենց ասում։ Այստեղ միջև վիրավորվել։ Էլա, որ քանի հասել ենք ստեղ, վիրավորվեցիք ձեռքը, հետո հետո Լենինգրադ գցել են տեղը,
միկրոխիրուրգիա։ Հիմա ո՞նց է ձեռքը, ինչ նորմալ է աշխատում է։ Էսի գնում է, էսի չէ, բայց ինքն աշխատում։ Հա, Մարաշոն պետք է կտրեին, օ, օրթոպեդիկ։ Ես համար փախա։ Մալաշուն պետքա կտրեին, բայց Սանկտ Պետերբուրգում փաստորեն բուժեցին։ Военно-медицинская академия Будкина, по-моему. Ուտեղ մնացիք Պետերբուրգում դրանից հետո։ Չէ, ես ուժը Պետերբուրգ ընդեղ եմ եղել։ Անդեր էի, հա։ Դերից եկել եմ ֆիդայիների պատրաստելու համար, սկզբից մանումենտի մոտ սպորտզալում, այն ժամանակ ՄՎԴ-ՍՍՍ քաղաքում։ Հա։ Հետո ուժը գնացել եմ Ղարաբաղ։ Այս մանրամասները իմ համար շատ կարևոր է, որտեղ իմ համար կարևոր է մարդու բեքգրաունդը, էլի, անցյալը, ինչ որակի մարդ է, մենք կարող ենք մասնագետ որպես շատ գնահատենք, բայց մարդկային արժանինքները իմ համար բոլոր մասնագիտությունների մեջ շատ կարևոր է։ Հիմա վերադառնանք մեր այն հարցին։ Դասական բժշկությունը շատ կարևոր է, ինչպես նշեցիք, հիմա ցանկացած այս նոր շերտը որ կա, նոր հիմա ինչ որ դուք եք զբաղվում, աշխարհում կան մի քանի հոգի մարդիկ, որոնք տարբեր տեղեր զբաղվում են։ Ես անձամբ ճանաչում եմ ու շատ չեն, ու ես ուրախ եմ, որ այդպես մասնագետ կա նաև Հայաստանում, ի ուրախություն մեծ բոլորիս։ Իրանք են բոլորն էլ ասում են, որ ոչ մեկ չի մերժում դասական բժշկությունը։ Ինչից է որ դասական բժշկությունն է մի քիչ սկեպտիկ նրա նկատմամբ ինչ որ դուք եք անում։ Դա գիտեք, սկեպտիկ մարդիկ է սովետական մարդիկ են, որովհետև իրանք համոզված են, որ եթե դասական բժշկություն չի, էսի շարլատաններ են։ Ու դա իրանց իրավունքն է, ես ընդունում եմ իրանց պոզիցիան, բայց պոզիցիան իմն է։ Եթե ես տեսնում եմ ախպերս պարալիչացնվել ու ինքը քայլում է, հիշքան ուզում է ակադեմիկը ինձ ասի դու սխալ ես, ես կժպտամ։ Նույնն էլ ձեր աչքերը, որ վատ բաներ են գրում, то есть կամ չեն ուզում, որ ախպերս քայլի, կամ իրանց խասյաթը սկեպտիցիզմը։ Իսկ ես ուղղակի հիշեցնելու համար ասեմ, որ դոկտոր Գալիևին մենք խոսացինք անցած անգամ, դուք գիտեք, դոկտոր Գալիևին զրկեցին նույնիսկ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամի կոչումից։ Հա։ Զրկեցին։ Ինքը ես վստահ եմ սպանեցին 20 թվականին իրան, որովհետև ինքն տարիքում չէր որ մահանալ մեկ, երկրորդն էլ իր վիճակը մահացող մարդու վիճակ չէր ու ինքը բուժում էր ողնաշարը կոտորված մարդկանց, ինքը ոնց կարող մահանալ։ Հա, տես կովիդի ժամանակ միամիտ։ Ինչից է որ գիտությունը մերժում է իմիջիալոց պատմեք ձեր ախպոր մասը, իսկ երկրորդ մասը ուզում եմ հարցնել մի բան։ Ես գիտեմ, որ Ռուսաստանում դուք էլ գիտեք, հատուկ ծառայությունները դեռ վաղուց 50-ական, 60-ական թվականներից կիրառել են իրենց ծառայությունների մեջ այն մեթոդները, որ դուք հիմա օգտագործում եք։ Ոնց է ստացվել, որ հատուկ ծառայությունները օգտագործել են, ուսումնասիրել են, բայց օֆիցիալ գիտությունը խեղդել է մնացածներին, որ Давайте մի քիչ խորանանք։ Կա մի հատ դոկտոր Խամեր, նովая գերմանская медицина։ Շատ հետաքրքիր մարդ էր, դոկտոր Խամեր։ Կա հիմա։ Չէ, մեռել է ինքը։ Հետաքրքիր է, գնամ։ Ինքը 6000 մարդ է ռակից անել եւ 4 տարի իրան նստացրել են։ Ինչու՞։ Оказывается, մի հատ դատախազ, եվրո դատախազ, եվրոպейский, ասաց, եթե մենք ընդունենք դոկտոր Խամերեին, լիքը դատարանի գործեր կունենանք, որ այն մարդիկ, որ չեն բուժվել դասական բժշկությունով, դատ են տալու ու միլիարդներ կորցնելու են, դեռ չեն կարա ծախեն, չեն կարա խիմիա անեն, դրա համար общий строй Всемирной организации здравоохранения запретил альтернативную медицину. Բայց ինքը ճանաչված խիրուրգ էր, դասական բժիշկ էր ինքը։ Իրան տղային սպանեցին եւ իրան ձուն ռակ ա դարել, օնկոլոգիա, яичко։
ու 3 ամսից հետո ինքը ճոկեց, որ էդ ռեպրոդուկտիվնի օրգանն է, որտեղից դուրս է եկել իրան տղեն։ Ու հիմա որ տղեն ինքը պակաս է զգում, այդ ձվերը սկսել են ուռել, որ նորից արտադրեն ավելի շատ սերմ, որ նորից ինքը երեխա բերի, բայց ինքը ուժը մեծ մարդ է, բայց մեկ է ծրագիրը աշխատում է։ Այ քեզ բան։ Հասկանում եք։ Ու ինքը 3 ամսից հետո մինակ հասկանալով պատճառը, այդ ռուսը սկսել է իջնել։ Ինքը թույլ է տվել իրան տղային ծնվի ապագայի կյանքում։ Որովհետև это суд, 40 օր, 7 օր, մի տարի. Это придумали евреи, чтобы заработать деньги после смерти. То есть մարդը միանգամից բեմնավորում է ուրիշտեղ, դուք կարաք Մայքլ Նյուտոնը նայեք, Մայքլ Նյուտոն ամերիկանցի է, եթե դուք Ամերիկայում ապրում եք։ Նայեք իրան, ինքը ավելի խոր բացատրում է դա ինչ է։ Он даже реинкарնացիան ինքը ուղարկում է հատ։ Բայց իհարկե բժիշկ սկեպտիկ ինքը միշտ մոնաթով է նայելու, բայց ես բժիշկներին ասում եմ, լավ, դուք ինձ փրկեցիք, լավ եք արել, որովհետև դա տրավմա է եղել, բայց ում եք դուք բուժել։ Ոչ մեկ չի կարող ապացուցել, որ ինքը մարդու բուժել է, ինքը դեղ է տալիս, այդ դեղը ինչ է, պատկերացրու դու самолетում թռնում ես, ու կարմիր լամպոչկեն վառում է, որ հեսա դու կխփես գետնին, դու էլ լամպոչկեն իզոլենտայով փակում ես, դեղը դա է։ Լուբոյ հոգեբանական դեղը ստեղծված է ոչ հիվանդի համար, աշրջապատի համար, որ ինքը վտանգ չլինի։ Հասկանում եք։ Մնացած դեղերը ես դեմ չեմ։ Իրանք քեզ ժամանակ են տալիս, որ կյանքին ձևերը փոխի։ Որովհետև ամեն օրվա, որ նույն ձևի կրկնումը հասցրել է օրինակ ցերոս պեչինի։ Մյուսը ամեն օր առավոտվային ստունը կռիվ, գործատեղ կռիվ, հայացում ընկերների հետ լարված, это уже онкология простаты, որովհետև ինքը վստահ չի իր վրա, բայց թասիբը նամուսը ստիպում է, որ ինքը կռիվ է։ Մենք էլ հանում ենք, մեզ պետք չի լինել վստահ կամ անվստահ, կարելի օրը դու չանցնես իմ սահմանս։ Մնացած ես ընդունում, մինչև իմ սահմանս չանցնես։ Դրա համար առաջ բժիշկները վատ են խոսալ մասիս, բայց հիմա կես իմ հաճախորդները բժիշկներ։ Ես անկեղծ պետք է լինեմ, եւ սա մասին ես երբեք չեմ խոսացել, 1 տարի առաջ էր կարծեմ, ես 2 ամիս անցա Վճարովի պսիխոսոմատիկայի կուրսեր։ Ես այնքան էի տարվել այդ պսիխոսոմատիկայով, որ ես նախ ինձ վերականգնեցի։ Ես սկզբից ինձ համար, հետո որ տեսա ինձ համար աշխատում է, ես ավելի խորացա այդ process-ի մեջ հասկանամ պատճառը, հետևանքային կապը։ Այն որ դուք ասում եք, որ ձվարանն ուռում է, որտեղ տղուն է կորցրել, իմ համար ոչ մի զարմանալու բան չկա, որովհետև մեկը մեկի հետ գալիս կապում է։ Ու այդ օրվանից ես չեմ կարողանում հասկանալ մի բան։ Երբ որ պարզվում է շատ հիվանդություններ ունի հոգեբանական պատճառ, եւ դա արդեն մենակ մի հոգի չի որ գիտի, ասենք տասնյակ հազարավոր մարդիկ գիտեն եւ կան դա լուրջ մասնագետները։ Ինչն է խանգարում, որ պոլիկլինիկայինելու միջև հերթը կհասնի խիրուրգին, թերապևտին, ցեք հոգեբաններ նստեն, մարդկանց մոտ գլխացավատո, չգիտեմ, ոդնակաղում, ներվնակաշում, դրանք հասարակ բաներ են, որ ամբողջը կապված է նյարդային համակարգի հետ, գիտնական պետք չի լինել, էլի։ Ինչն է խանգարում, այդ պրակտիկան գոնե ներդրվի, էլի, ավելի էժան է։ Մոսկվա уже սկսվել է։ Հա։ Մոսկվայում уже սկսվել է։ Բելգիայում իմ հաճախորդս է ֆիլիալ բացել, իմ մոտ սովորել է Բելգիայում, Շվեյցարիայում, Հունաստանում, Մոսկվա մեր դիպլոմով ընդունել են պետական գործի, որտեղ մենք սերտիֆիկատ ենք տալի, ով մեզ մոտ սովորում է։ Սկսել են ընդունել։
ձեր սերտիֆիկատով ընդունել են գործի։ Որովհետև մեզ նման մասնակից ամեն հիմնարկում պետք է։ Բնականաբար, ինչ արժի ձեր մոտ սովորելու մասնակետ դառնալը, ասել ենք դեռ։ Նա սեպտեմբերում սկսվելու где-то 20,000 դրամ 3 գրամ ումբի մեջ օնլայն կամ օֆլայն 3 ժամ էպիգենետիկան է, պսիխոսոմատիկա 15,000 թե 30-20, ես չեմ հիշում, по-моему 30 էպիգենետիկան է, 20-ը պսիխոսոմատիկա, в общем общий 50,000 էլի։ Էդի սովորելը, դրանց հետո սերտիֆիկատ եք տալիս։ Որ ինքը անցել է կուրս, բայց հետո մաստեր կլասներ ունենք, որ ուժե մանրումները սովորացնում ենք, որ ինքը դուրս կա պատճառի վրա, в принципе ուժե 5-րդ դասում մեր հաճախորդները սկսում են բուժել իրենց բարեկամներին, վերականգնացնել իրենց բարեկամ։ Ես ինչ եմ անում, ես ձեր արդեն հաճախորդն եմ ասեմ, սեպտեմբերից կգամ մեր դասերին, որտեղ ես մի անգամ անցել եմ դրա մեջով։ Անցել եմ դա մեջով, ժամանակ ձեր հետ վստահ եմ խոսում, երբ որ տեսա պահանջարկը կա դիտողների, ասիկան կա եւ քննադատություն եւ բան, ես դա նորմալ եմ։ Եթե ես ինքս անձամբ անցած չլինեի, ես եւ դրանից հետո եւ դրանից առաջ ուսումնարան Давайте սենսել ասենք, ով է քննադատում, ով շատ վատ վիճակումն է եւ հանձնվել է։ Դա ուժը ով քննադատում է իրանց մարդկային նեյրոպլաստичность չունեն։ Իրանք sense прямо եթե ճիշտ է, значит էսի ինձ համար ճիշտ է, մնացածները սխալ են։ Արգոն իրանք անկեղծ են։ Հա, այդ նեյրոպլաստичնը լավ ասեցիք, որտեղ իրանք այն բանը տեսակն է եւ միջև վստահ որ ուղեղի վնասված բջիջները չեն վերականգնվում։ Իրանք նեյրոպլաստիկայի մասին չգիտեն։ Բասատեք ինչ է նշանակում նեյրոպլաստիկա։ Գիտես Նիկոլայ II-ին մի հատ կոնստրուկտոր է եկել, չէ, Նիկոլայ I կոնստրուկտոր է եկել ու չրտյոժ է բերել, որ երկաթով բան, նավ։ Հա, երկաթից նավ, ոչ թե երկաթով նավ, հա։ Ասում է, передайте этому болвану, что железо тонет. Ես թարգմանեմ բանի։ Հիմա այդ кудитортները они не знают, что железо не тонет, если есть. Հայացա ոնց է կառուցված։ Հա, դե իմջալոց բանը այդ նեյրոպլաստիկայի բացակայությունից է կամ չի դա Բենջել են վատ բաներ են գրում, բայց հետո գալիս են մոտս։ Հա։ Չէ, ինձ դες վատ բաներ չեն գրում, ուղղակի սկեպտիցիզմն է։ Սկեպտիցիզմն է շատ։ Հիմա հարցը ինչու՞մն է։ Ինչի է մերժվում ակնհայտը։ Ինդուստրիայի 35 տարի այդ գործի մեջ եմ։ Ես չեմ հիշում։ Ես ինչ եմ հասկացել, որ մարդիկ վախում են լինել երջանիկ, վախում են լինել առողջ եւ վախում են ապագայից։ Ինչը կա, հերի կա, հիշում եք սովետական։ Մենք շատ բան պետք չի։ Չի, հա, բայց իրանց որ ասեք, իրանք ասեն, չէ, մենք չենք վախենում երջանիկ լինելու, չենք վախում առողջ։ Դե չի ասելու։ Բայց որ ասում ես, արի $5 միլիոն գործ կա, սփռտնվում է։ Չի ուզում։ Բայց միջև առաջարկությունը ասում եք, ես ուզում եմ, ես պատրաստ եմ, բայց իրականում չէ։ Էսի նաև հալուստ լինելուն էլ է վերաբերում։ Հա, որովհետև սովետական կոդերը միջև հիմա մեզ ուտում են։ Պետք է քրտնքով աշխատես։ Հա, в темноте да не в обиде. Нам хлеба не надо, работу давай, если помнишь. Это все, это в ДНК до сих пор работает вне зависимости от нас. Евросма, доктор Асма,
Ոտ հիմա էս պետքա գործը ստացվի, չի ստացվում։ Որովհետև դենքան իրան գործը անում է, որ մարդիկ քեզ վրա հիաստափվեն։ Մարդը ինքը չի ուզում, թե այտենց է ստացվում։ Դնտեն չի թվում։ Եթե Դնթեն 5 պակալենի դուք աղքատ եք եղել 5 սերունդ, 6-րդ սերունդում շատ դժվար է լինելու հարստանալ, բայց ես ասում եմ, будьте первым богатым человеком в вашем роду. Например, Гюльбекяна, Кыркоряна. Он был первым богатым, а генетика все равно убила. Дети все раздали, эти деньги, не смогли поддержать бизнес. Ստեղ մեր լավ խոսք ասում է, եթե դու ընկերություն ես անում 5 հոգու հետ, որոնք 5-ն էլ միլիոնատեր են, դու կլինես 6-րդ միլիոնատերը։ Եթե դու Բայց երկրորդ հարց, բա ինձ հետաքրքիր է Քասիբու հետ ես նստեմ անցուտը։ Չէ, կարող է հետաքրքիր մարդ է ինքը, բայց հիմա ասենք փող չունի։ Ու հակառակել են ասում, եթե դու նույնիսկ միլիոնատեր ես, բայց դու շփվում ես անհաջողակների հետ, դու դառնալու ես 6-րդ անհաջողակը։ Սա ո՞նց է աշխատում ու ինչի է այտենց։ Սա ուղղակի գեղեցիկ խոսքեր է, թե դրա տակ կա հենց այս բանը, ինչ-որ հետևանքներ։ Վարդան, մեկը ասել է։ Այսինքն տես չի։ Եթե ես միլիոնատեր եմ, ու սկսեմ օգտագործել խիղճ, մեղք եւ իրան դնեմ իմ կողքից աշխատել, իհարկե ինքը ինձ համար փող չի բերելու, որովհետեւ ինքը խիղճ ունի։ Այսինքն միլիոնատերները խիղճ չունեն։ Բոլորը։ Թե սովետական միլիոնատեր։ Գիշկան ես տեսել եմ։ Դե հա, դե մեր տեսածը սովետական լինի։ Բայց ասենք մարդը իր աշխատանքով, իր բրենդով, իր ստեղծածով ինքը կարողանում է ինքը չէ ինչա։ Օրինակ $1 միլիոն ես աշխատել, դու գնում ես մանկատուն $10,000 մանկատունի համար օգնում ես։ Բայց ոչ 100,000 կամ կես միլիոն։ Ես դաժե հարցնում եմ մարդկանց, ասում եմ, թե որ քեզ $10 միլիոն ինչ կանես։ Մեր գյուղում բան սարքեմ, ճանապարհ սարքեմ։ То есть ինքը ուրիշի համար է մտածում, դրա համար ինքը երբեք չի հարստանալ։ Բայց բադ բան է, օրինակ գյուղում ճանապարհ սարքել են, չի պետք է չհարստանա դրա պատճառով։ Это վատ չի, բայց երկրորդ շանսը դու չես ունենալ։ Դու սաղ ծախսելու ես սովետական միության բանյատի միջոցով։ Այսինքն ուզում եք ասել, որ ով սեփական անձի վրա է կենտրոնացած, дրանք են հարստանում։ Правильно. Հասկացա։ Ну, это не только, и я читал, и по моему опыту, իշքան հարուստ մարդի մաշկիս առաջ ընկան զրո, ու հետո չեն կարող բարձրանալ։ Ինչու սկսել են բաժանել, քուրիկի համար տուն առնել, աղբերների համար մեքենաներ, ընկերների համար մեքենաներ, ու վերջում զրո նստած, ու հետո ինքը ասում է օգնեք, ոչ մեկը չի օգնում։ Որտեղ դու խառնել ես արարիչի գործերի մեջ։ Ամեն մարդու հետ արարիչը պայմանավորվում է եւ ամեն մարդու ճակատագիրը ուրիշ է։ Բայց շրջապատը ուզում է քեզ գցի իրան ճակատագիրի մեջ, որ հանգիստ լինի, որ չնախանձի։ Ու եթե իրան կարող են քեզ գցեն իրանց մեջ, իրանց բանյատի մեջ, իրանք էլ հետո հիաստափվում են քեզնից։ Они тебя выиграли. Да? А богатый это человек, которого հասարակությունը չի կարող ազդի։ Բայց ուզում ազդել։ Իհարկե միշտ էլ ուզում ես։ Որ տելևիզորով նայում ես, ջիպը տանգանուս մեքենա զրովից հետ կռիվա բանը ավտոբուսը եղել, այս խղճում են այդ զրովեցին։ То есть աղքատը միշտ ճիշտ է։ Իրանք ուրիշ ձևի չեն մտածում։ Իսկ այդ մտածելը ո՞նց է ազդում մարդու առողջության վրա։ Наханц. Она всегда, или он всегда хочет, чтобы богатым было плохо. Николай II, не первый, а уже второй, 905 год, որ переворот են ուզել ստեղծեն ռևոլյուցիաներները։ Կամերձիներից հարցնում ասում է, ինչ են ուզում այդ մարդիկ։ Ասում ուզում են, որ հարուստը չլինի։ Ասում վա։ Ես այս սաղ կյանքը մտածում եմ, որ քասիբը չլինի։
То есть մեզ սովորացրել են, որ հարուստը բուրժուա է։ Հարուստը վատվան է։ Բայց մեկը դիմում եք բանկին, չէ՞։ Հա։ Համ հայհոյում ա քեզ, համ էլ գալիս քեզ դից պարտքով փողս։ Դերասանություն։ Աղքատին օգնել երբեք չի կարելի։ Это в один конец, обратно ничего не будет. Բայց ոնց Вторая օգնություն։ шаг таишь. Ты что думаешь, они благодарны? Бедный от слова беда. Он в беде. Բա ոնց И ты օգնես։ кормишь беду за свой счет. Լավ, այդ դեպքում կարիքավոր մարդուն ոնց օգտակար լինես։ Պախի պետք է օգտակար լինես, ինքը թո իր համար օգտակար լինի, բայց եթե ինքը խնդրի, եթե սոված է, ես հաց կտամ, ոչ տորտ։ Ոնց իրան օգնես, եթե դու ուզում ես օգնես, որ ինքը ինչ որ մի բանի Ես կօգնեմ Հայաստանի համար զենք, оборона, форма, солдат. Լավ, У нас зато ուսուն օգնի։ Չէ, ուզում եմ հասկանալ որտեղ է սահմանը, երբ որ կարիքավորին օգնում ես ինքը առաջ ինքը լավանում է, բայց օգնում ես դու իրան վնաս ես տալի, որտեղ է այդ սահմանը։ Չէ որ ես հիշում եմ 90-ականներին ասում եմ Եթե դու անդադ, հատե Ղարաբաղը ինչու են պոլիտիկան կոտրել, որտեղ սա Ղարաբաղցի պոմիշ են սպասել։ Даже Ստերլինգովը միլիարդատերը, որ եկել է Ղարաբաղ, ինքը ինչ ասեց։ Ինքը Բաքոյին ասեց, որ հերիք չի ամեն օր Ղարաբաղցի մակարոն ուտեն, ինքը տուշոնկա։ Давай սովորացնենք բիզնես ծրագիր, որ մարդիկ սկսեն փող աշխատել, ներդրում անել, финансовая грамотность. Бакой послал его, короче. Из-за этого мы 30 лет ждали, пока нам дадут макароны. И потом в конце, как обезьян, выгнали оттуда. Понимаете, эта политика уже была давно. Чтобы получать коня, надо отдать пешку. Вот пешку кормили, и в конце зарезали. Потому что ватен дастиракил. Помощь Химнадрам, Красный Крест, Химнадрам. А этот Красный Крест выдал все минные поля англичанам, потому что там английская разведка, Ми-6. И англичане передали это азербайджанцам. И вот они очень много минных полей обошли, и мы оказались в неожиданности. Այդ խոսքը կա, չէ, ասում է ձուկ տալու փոխարեն ձուկ բռնել սովորացա։ Հիմա ես ուզում եմ մենք այդ բանը, որ մարդուն համ վնաս չտանք, հա, բայց միևնույն ժամանակ կարողանանք օգտակար լինենք, որտեղ այդ զալատայ սիդինան, որ եւ Зачем? Давайте так. Не надо быть октакар. Этот человек должен задницу поднять от стула, между задницей и стулом доллар не просунешь. А когда ты ему помогаешь, ты его портишь. Լավ, ասենք ինքը արդեն կանգնել է եւ կօգնության ա դիմում, ինչ անել։ Ինչքան անել, ես կասեմ հիշ գրքեր կարդա, հա, եւ այնքան վստահ լինի իրան, որ ինքը կրեդիտ վերցնի եւ կրեդիտով փող սկսի բիզնես դնել։ Но sense moment-ը Չեն հասկանալու է դոկտոր, նայ կներես։ Գիտեմ, բայց իրանք հետո բիզնես են դնում ու սա բարեկամների համար անվճար պատիվ են տալիս։ Ու հետո կրեդիտը օրը գալիս է, այդ սաղինգերները փախչում են։ Эгоист – это самый лучший человек на свете. Чем больше ты думаешь о себе, тем больше у тебя есть возможности помогать другим. Эгоист, асեցիքա։ Мама эгоист, мама хищник – это здоровые, хачов дети. Мама степох-тапох мама – это больные и бедные дети. Ну, по моему опыту я сколько видел. Может быть, я не прав. Ինչու՞ն է դրա վտանգը։ ДНТ. Мама чувствует детей, мама զգում է երեխեքին, ու եւ ինքը մտածում է ոչ երեխեքի առողջության համար,
ինքը մտածում է իրան հանգստության համար։ Ահա։ Համար դաժե որ երեք մի հատ տղա է եկել, ասում է մինչև 12 տարեկան ես հայացք չեմ տեսել։ Տատս չի թողել։ Որովհետև վախեր են կորցրել, որովհետև թակ տղա է։ Իր թե 4 քուրիկի մեջ մի հատ տղա է։ Всё, урод են սարքել եւ գեյ են սարքել իրան։ Ուսուսու, մուսուսու։ Մինչև երբ։ Լավ, հիմա մեր մայրերը հոգատար են։ Հիմա պետք է ասեն, լավ, ենթադրենք այդպես վտանգ կա, ո՞նց անենք, որ մենք որպես մայր կարողանանք օգտակար լինենք, բայց նաև վնաս չտանք։ Ասենք բան չլինի, էլի այդ Не навреди։ ոնց սահմանը ոնց հասկանան, որ տեսեք իմ կին ես էլ կին ունեմ, ես էլ մայր ունեմ, միջև մայր ոնց ամեն օր հետը խոսում եմ, ասում եմ, վայ դեմքիդ գույնը տեսա, կամերայով, վայ դու լավ չէիր, վայ դու էլի ջղայնացած ես, վայ ոնց է սիրտը, բան ոնց է, մայր անհանգստանա, միջև որտեղ ինքը անհանգստանա, որ չվնասի, թե вообще պետք է անհանգստանա։ Էլի ինքը չի անհանգստանում։ Ինքը ուզում է խաղաղություն ստեղծի, որովհետև աղջիկներին իծնա այդ ծրագիրն է։ Հա։ Ստեղծել խաղաղություն։ Դրամատ ծրագիրը ապահովել սահման, վայրի խոզ բերել անտարից, եւ բազմացնել։ Մնացածը սաղ կանացի է։ Խիղճը, հոգատարությունը, зоհաբերությունը, комфорта, это все женское, ребята. Տղամարդ այն մարդը, որ տղամարդը քեզ խղճում է, իմացի, որ մեկ դանակը հետևից պահում է։ Խիղճը կարա խղճա, անխիղճը չի կարա խղճա։ Խիղճը ինչքան խղճում է, ինքը ուզում է դու էլ իրանց խղճաս։ То есть это իժան պոլիտիկա է։ Դա մարդկություն։ Դա ես տեսնում եմ այդ մարդը սոված է, ես 1000 դրամ կտամ, թող գնա բուլկի հատ ուտի, սոված չի մեռնի, բայց ոչ 100,000 կամ միլիոն, ես չեմ տա։ Դրա համար ես միշտ հանգիստ քնում եմ, ոչ մեկին սպարտ չի, ես ոչ մեկին պարտ չեմ։ Հասկացաք։ Ինչով ենք վնաս տալի իրան, երբ որ 100,000 ենք տալիս։ Ինքը գնալու է ալկոգոլիկներին հավաքի, ու այդ 100,000 լաքի ու մեռնի։ Бесплатный хлорка творог. Если он бедный, он уже не поднимется денег. Ну, миллионец корова метасовки. Каран Марса. У нас отца кабажаны, кахырчан. Страх хайказ без отказ. Они боятся отказать обществу. Вот недавно с Канадой работал онлайн. И с Америкой тоже. Они похожи системы. Իրանք շատ հարուստ մարդիկ են եղել, լավ բիզնես են դրել։ Ու երկու հատ բարեկամ ա եկել, որ իրանց օգնել են, տեղ են տվել բան, եւ դաժե գործ են դրել։ Անձմաններ են արել, որ հիմա այդ բիզնեսը իրանը չի, այդ երկու բարեկամին այդ բիզնես։ То есть доверие. Нельзя доверять никому денег. Լավ, ես Ալեքսա առողջական կողմը խոսանք։ Հոգեբանական տեսակետից մարդուն ինչ վնաս է տալիս, երբ որ ինքը մեկին օգտակար է լինում։ Չէ՞ որ դա դրական էմոցիա է, եւ պետք է վերադառնա իրան որպես դրական։ Да, երկու մոմենտ է։ Или я даю հացի փող եմ տալիս, ինձ միշտ շնորհակալ են։ Բայց որ ես 100,000 եմ տալիս, ինքը ասում է կարայի շատ տայի։ Իրանք շնորհակալ են միշտ, այդ աղքատ մարդիկ են շնորհակալ։ Ինչու, որովհետև իրանք սովորացրել են նախանձել սովետական ժամանակ։ Պապաս մեքենա է արել, ամեն օր մեխով խազած է եղել մեր մեքենան։ Որովհետև սա հայատը աղքատ է եղել, պապան էլ ինքնուրույն։ Հիմա մենք արդեն սովետում չենք ապրում։ Բայց մեկը այդ բնազդը մնում է, նախանձը մնում։ Իմ դարդը քիչ էր հարևանն էլ Mercedes առավ, մինչև հիմա ակտուալ է, հա։
Մինչև հիմա աշխատում է։ Вообще նախանձը տված է իցնե ոչ նախանձը, ա կոնկուրենցիա։ Դա շատ լավ բան է, բայց նախանձը ինքը ուժը վարում է քո միտքի մեքենան։ Ինքը չի մտածում ավելի լավ առնի։ Առողջության վրա ոնց է ազդում նախանձը, ոնց է ազդում կոնկուրենցիայի զգացողությունը։ Լարդը եւ երիկամները։ Դա նախանձությունն է։ Եթե մեկը լյարդի ու երիկամների խնդիր ունի, նախանձությունը։ Այսինքն մենք աշխատում ենք։ Он меня в печёнках сидит. То есть Ճիշտ է։ Լավ, ասիկն եթե մենք այդ խնդիրը կա, հոգեբանորեն իր մոտ աշխատում ենք նախանձի վրա, նախանձը դուրս է գալիս, երիկամները մաքրվում է։ Եթե այնտեղ կարելի հավաքվել է, ես չեմ կարելի հանեմ, Հա, բայց էլ չի կուտակվելու։ այսինքն էլի սնուցող բան չկա։ Հա, ես իհարկե կասեմ գնատով իր հատի, այդ քարը, բայց ուժը դեպի մահ չի տանելու, էլի։ Այս պատճառը, то есть, այսինքն որ ասում ես ինքը Накопленная злость от своего бессилия. Вот Сахарин. անզորությունից Накопленная злость от своего бессилия. անզորությունից կուտակված չարությունը գնում է մտնում է լյարդ։ Լարդ եւ երիկամները։ Ագրեսիան դրանից մեջում է, չարտահայտված ագրեսիան գնում է նաև լյարդ։ Ագրեսիան ուժը կորտիզոլնա մակ երիկամներն է արտադրում եւ լարդը ինքը շաքար արտադրում, երիկամները ճնշում, որ գնաց խեղտես մորտես ագրեսիան։ Իսկան շատ այլնում այնքան ծերանում ես։ Նայ դոկտոր ջան, մեր ժողովրդի մոտ այսօր տոտալ մի քանի բան կա, դա խեղդված ագրեսիան է, ճնշված, որտեղ մարդիկ այս վիճակից իրենց ճնշված են զգում, ինչ-որ մի բան ուզում են անեն, բայց ասենք վախում են գրել, վախում են խոսան, վախում են բան անեն, այսի զսպված ագրեսիա է, չէ՞, սա որ օրգանների վրա է աշխատում։ Почки. Երիկամներ։ Ев немножко печень. А если ты, ну, печень еще, она отвечает за фильтр связи общества и тела. Его раз на печенках сидит. То есть ինքը չի ընդունում իրականության օրենքները եւ ապագայում օրինակ ցերոս պեչինի։ Ցերոս պեչինի ասում են ալկոգոլիկ, ծխողները ռակ թոքերին շատ է, իրականում չէ։ Ծխողները 10% են ռակ լյոխքիխ, 90%-ը չծխողներ են, ոչ էլ խմողներ։ Նույնն էլ լարդը։ Лярта, цирроз печени у 1% пьющих, 99% не пьющие. Իսկ հիմնականում ինչից է հենց այդ բանից Цирроз ագրեսիայից печени – это страх высказаться. Ինքը կապված է բան վահանաձևի հետ. Я до 10 лет думал, что меня зовут Заткнись. Да? И на нам зайнут, который... Նա հիմա տես արի բանանենք նայենք մեր ժողովրդի վրա քանի պոտենցիալ հիվանդություն կարա լինի։ Մարդիկ վախենում են խոսեն, դա արդեն գնաց օրգանիզմի մեջ, հետ գնաց։ Մեծերին մի պատասխանի, ծնողը միշտ ճիշտ է, մեծը միշտ ճիշտ է։ Քեզ հիպնոզի մեջ են գցում, որ քեզ լավ օգտագործեն։ Ոնց ծնողը կարա մեծը միշտ ճիշտ լինի, եթե պապիկս իմ գրքերս վառում էր։ Ինչ, ոնց կարող է ինքը ճիշտ էր։ Գնա կարտոշկա ցանի ասма։ Պապաս ասма լավ սովորի, պապիկն էլ գրքերս գողանում էր, հա։ Ոնց կարող է մեծը ճիշտ լինի։ Դու ես ճիշտ։ Քո էշիտ առաջտար քշի։ Ու ինչքան շատ դու քո մասի հետ մտածես, այնքան դու առողջ ես լինելու։ Եվ երեխեքը հպարտանալու են քեզնով։ Ու չեն նախանձվել։ Ես մյուս կողմից եմ գալիս էլի։ Հիմա մեզ լսում են, ասենք 10-10 տարեկան երեխեքը, որ կյանքի ոչ մի փորձ չունեն, դոկտոր։ Չունեն։ Ամենաշատ բանը որ տեսել են, իրանք TikTok-ում տեսել են, ասենք մեկ աղջիկներ, ո չգիտեմ, հարուստ ինչ որ ջայլ երեխա, որը ասենք միանգամից G կլաս է քշում, հա, ու մտածում է, ես ինչի պետք է սենց չլինեմ, հա, ու երևի սա է ճիշտը։
Եթե ասենք այս աղջիկը ինքը կիսամերկ պատտվում է, ասենք Ֆերարիից է իջնում, ուրեմն սա է ճիշտ է։ Հիմա ծնողին ոչ չասի տղես բալես աղջիկս սա ճիշտ չի։ Հիմա ինքը մեծ է, ինքը իրավունք ունի ասելու թե չունի։ Որտեղ գտնենք այդ բանը, որ նախ գրքը վառելուց մենք այլ իսես չխառնենք ամեն ինչ էլի մի այլ։ Лучше плакать в Феррари, чем в трамвае. Ես բան չեմ ասում, բայց այդ Ֆերարին իր գինն ունի։ Կեսնից Ֆերարի ոչ մի Если она поставила эту цель, она пусть добивается, не мешайте ей. Не надо. Ինքը գիտի դա ոնց է, այդ այն ճանապարհը չի, ինքը բիզնես չի դնելու։ Ինքը իր մալմին է վաճառում, այդ Ֆերարի։ Конечно, ага, это конечно, если ты показушник, ցուցամոլ, Դա ես Գելենդվագեն ունեմ, մի հատ ծանոթ Գելենդվագեն ակշում, որ ես տեսնում եմ 5000 դրամ ուզում։ Որ բենզին ուզում։ Ասում եմ, հատե հասած չեն նպատակի, 10 տարի փող ա հավաքել։ У ему портку бензинал. Но зато он же добился цели. Молодец, уважаю. Но что даст тебе эта цель? Дальше. Մեսը բանոց իրան ասի, ինչ է ոնց ասի, լավ, եթե քո եղանակն է, քո նպատակն է դա, որտեղ ես դա մեջով անցել եմ, ես իմ երեխայք նույն խնդիրը ունեցել եմ, իրեն ասել եմ, լավ, ասենք, դու ամեն ինչը դրեցիր, եսի ունեցար։ Հետո որն է եւ ինչ է տալու քեզ դա կյանքում։ Երբ որ դու ասենք, որովհետեւ գիտես նպատակ ունենալը լավ բան է, հասնելը միշտ չի որ լավ է։ Դե հասնելուց հետո դատարկությունն է սկսվում։ Обещать не значит, что жениться. Եթե մանավանդ էդի նյութական նպատակը, ես չգիտեմ մեկին կյանքում, որ ինքը նյութական նպատակ դրած լինի, հասնի ու բավարարվի։ Հասնելուց հետո հասկանում եմ, որ դա ինչ է, ինչ որ ինչ ուզում է, բայց դրա համար կյանքն է տվել։ Դրա համար հանցագործություններ է արել։ Հիմա նայեք Հայաստանի իշխանությունը, իրանք իշխանությունը, ասենք մի քանի կոպեկ ունենալու համար, իրանք ամեն ինչի գնացել են։ Հասնելու են իրանք ուզածին յախտա սամալոտ կամ չգիտեմ Ֆերրարին առավ, մեկ էլ հետա նայում, թե նման դիակներ է թողել։ Это тоже генетический код. Եթե դու տղա ես, քո մամայի պապան նախանձ է եղել, անկախ քեզնից նախանձ ես եղել։ Եթե աղջիկ ես, պապային մաման, եթե ինքը անհաջող է եղել, համեստ, տեղդ նստի, ոչինչ, սուս, տեղդ նստի, իհարկե թորնիկը նույնն է լինելու։ Здесь уже генетически լինեն կոդերը, որ մաքրում ես, ինքնուրույն է դառնում եւ ինքն է որոշում իրան սրտովն է, թե սրտովը չի։ Ոչ, եթե դու Ֆերարի ես ուզում, դու իսկականից այդ քո երազանքը քունը չի, այս հարևանին երազանքն է։ Որ դու ուզում ես կրկնես։ Իր աշկին լավ տղա է դեպս, կամ լավ աղջիկ։ Там доказательно. Да инча, этих людей сильно обесценивали. Դու սենց ես, դու նենց ես, դու նենց ես, դու սենց ես, դու անասուն ես, դու ես, դու մարդ ես տարնա։ Իհարկե իրանք Ֆերարի են ուզում, որ դակազատեն են, որ ես մարդ եմ։ Դու հանցագործություն են անում, դու դա սրա, որ դակազատեն են։ Հիմա որ ասում եք կոդերը մաքրենք, կոդերը մարդինք իրա կոդերը կարա մաքրի։ Եթե սենց հեշտերնի, իմանում, էլի։ եթե սենց հեշտերնի, իմանանոսը կպակվի։ Ես մի հատ յոգայի հարցրել եմ, ասում, երբեմն էլի ես հասնեմ նպատակի, որ ամեն օր ձեր ծրագիրով ապրեմ։ Ասում եմ, тяжело первые 50 лет. Յոգան նի հատ այն։ Ասում ես, ես չեմ 50 տարեց ասում։ Кянки зыркали. Тяжело первый раз, но потом открывается. Зачем мне нужно это открывание? Если я каждую секунду могу получать удовольствие от жизни. Մեր հասարակության հետ կապված մի հատ հարցեր եմ ուզում տամ, որ հասկանան իրանց ինչ է սպասում։ Մարդ երբ որ գիտի վտանգ կա, բայց կներեք արտահայտության անսամեն իրան են հայտնի կենթանու տեղն է դնում։ Չի ուզում իմանալ այդ մասին։ Չեմ ուզում իմանալ։ Ուզում հանգիստ ապրել։ Դա ինչ է բերում մարդու մոտ։ Մարդը գիտի, որ այնտեղ մի բան կա, էլի լավ չի, բայց ասում է չեմ ուզում իմանալ,
Փագում է, հա։ Ինքը լսողության խնդիրներ կուներա։ Хроническая трусость, քրոնիկական անհանգստություն, քրոնիկական վախ։ Դրա համար իրանք նորությունը վախում են։ Այդ վախից Օրինակ, չեն։ ասես օրինակ, այն մարդիկ, որ ոտերը ցավում է, Հա, իրանք գիշերը պլաներ են դնում, բայց առավոտ չեն անում։ Որովհետև այն ժամանակ ուղիղ է միացնում է ռեժիմ ոտերի, որը վաղը պատրաստեղի, հա, մենք գնալու ենք զզվացնենք ու ստանանք, ինչ ուզում ենք։ Բայց առավոտ միտքդ փոխվում է, բայց որոշումը փոխված չի։ հա։ Ուսում, վարիկոզներ, там отложение солей, ցավեր, խեղճերը չեն հասկանում, որ ինչ են ներնում։ Հիմա գիտեի, որ դա ես լրիվ հասկանում եմ, որտեվ ես ինքս դրանով անցել եմ, ասեցիք, չէ՞։ Հիմա եթե մեր թերապևտներին ասես, եթե քո մոտ վարիկոզով գալիս է, հա, մարդ, ուրեմն իմացի, ես այն մարդկանցից է, որ շուշուտ կարծիքը փոխել է, մի բան կպլանա, որի հետո չի անի, ու բայց քանի որ ծրագիրը ինքը արդեն տրված է, չի արվում, դա մնում է ոտերի մեջ, ինքը sense կլորացած աչքերով կնայեք, ասինք է ջնս, վարիկոզը ուրիշ բանի մասին է, սա բժիշկը ես եմ, թերապևտը ես եմ, քիրուրգը ես եմ, դու ինչի մասին ես խոսում։ Բայց մարդը Դե լավ, կարող է, հատե հիմա պատկերացրու լիմոն, ըհը, գցի, լիմ, մի գցի, անգամից գնաց ջրը, գցով, բայց դու չես ուտում, ճիշտ է, չէ, ուղեղը մտածեց հերիք է։ որովհետև նույն բջիջներն են աշխատում, իրականություն, եթե դու ուտում ես, կամ մտքից, եթե դու օրը 40-50 անգամ պատկերացնես լիմոն, իրիկունը դու դժվար հաց կուտես, քիրվում ա ստեղ։ Եթե դուք մեկին չեք կարող ներեք, սիրտի պատն ա քիրվում, անոթներն ա քիրվում, արտրիտ, ահա կամ հիվանդություն է գալի։ Մեր գործը գնալ դեղ ջնջել, իմաստը փոխել, այդ մարդը հետո վերականգնվում է, բայց ոչ մի կերան չի բուժել։ Իհարկե շարլատան են ասում, я не знаю, ես խմում եմ, ծխում եմ, это իմ իրավունքն է, я имею право это делать։ Վնասը ում համար է վնաս, ձեր համար է վնաս, որովհետև դուք չեք ծխում։ Բայց իմացեք, որ ռակից մի տոկոս է մերնում ծխողը։ Давайте ավելի խոր էքսպերիմենտներ, չէ՞։ Ամերիկանցը 76 թիվում էքսպերիմենտներ են արել, բռնել են մուկի քսել ակվարիումի մեջ ու ամանոր 20 հատ սիգարետ ծուխը փչել են իրենց վրա։ Մի ամսից համարյա 90% մուկերը ռակ են ստացել։ Այդ ժամանակ պուբլիկացիա եղել գազետում, որ ծխողները թոքի ռակ են ստանում։ Ռուսները 2015 թիվում նույն էքսպերիմենտը արել են սուսլիկի հետ, սուսլիկ։ Մուկից մի քիչ մեծ։ Ոչ մի ռակ չի ստացել։ Պատասխանը ինչու՞մն է։ Մուկները ապրեն մարդկանց հետ ու պաժարները շատ է եղել։ Ну, генетически լիքը պաժար են տեսել։ Այդ մուկին տատուն տատը կամ նավերի հետ, որ կռիվ են արել իրար հետ, նավերը пожар ангել, у это генетический страх у мышей остался. Ваха. А суслики с людьми не жили. Так что 1000 տարի մի անգամ пожар ելնի, у них страха от дыма нету. Из-за этого у них Уруцк тоже нет. А что такое Уруцк? Это 0,9% соли. Мамай Кохин это джуре. Плацента. Ինքերքն են ասում տենց։ Անգերքն։ Նույն հեղուկն է ինքը։ Օրինակ որ դու գալավը խփում ես պատին, ջուրա չէ հավաքվում։ Հատե նույն 0,9% ջուրն է, որ այն ճաքը մկանային վերականգնացնի։ Եթե մենք ասեղով ծակենք, շրամ ամնում։ Հիմա եթե մարդը վախենում է, разрыв ткани, если в легких, в желудке, ունդեղ էլ է արտադրում այդ 0,9%։ Եթե չկպնես, չես մեռնելու։
Մի հատ պաթոլոգը անատոմ ունեն, որ դիակներ է մշակում։ Ասում է դոկտոր, ասում է 96 տարեկան մարդ է, բայց երևում է վերջի 50 տարի ռակ է եղել։ Խիչի մեռել։ Ասում он не знал։ Եթե ինքը գիտի, մատորը սկսում է 1000 տակ աշխատել, ու մինչև մի շաբաթ մի ամես Վախը։ 300 тысяч профессий медицинских. 300 тысяч диагнозов. И 300 специалистов, врачей. Но у всех один диагноз. Это страх. Просто это хороший бизнес, ребят. Ինձ իրեք հիվանդանոցից հանել են, ինչա համար, պաս չեմ տվել, դու մերի չես, խիչ ես պաս տալիս, ասում եք մարդը 200,000 վերցրել է կրեդիտ վարկ, որ բուժվի, ես պետք է թալանեմ, մի բան գրի էլի ասում է, ինչ կրեմ, եթե ես կարամ առանց դեղեր, ես մարդուն վերականացնեմ, ես բաներ եմ նկարում, այս ընդեղ մասնագիտական բժիշկները, որ կան, մանավանդ Ամերիկայում, սա ամբողջը նեղ մասնագիտական է, կա ընդհանուր բժիշկ, բայց ինքը направление գրող է, գնում ես, այսպես եմ նկար, ասում է քեզ շատ նեղ մի բան, գնա սրա մոտ, այսի կա բուժումը նշանակի, ունեղ 15% քոնն է, հա, բացի այդ, որ իրանք իրար պասեն տալի, ինքը կնշանակի, նես մի բան կնշանակի, որ այդ հարցը կարող է լուծի, բայց մի ուրիշ տեղ, քեզ նես մի հատ վնաս տա, որովհետև իրան ասել են դու այսքանը պետք է նայես, էսի ես բուժում, թե դրա հետևանքում ինչը կտա, կամ էդի ինչի հետևանքը, հիմա այդ վարիկոզը ընդեղ չգիտեմ, ասենք մտքի հետևանքը կամ ինչա, իրան հետաքրքիր չի, ու ամբողջ համակարգը, մեկ էլ տենում ես ով ընկավ հիվանդանոց, տանիները դուրս չի գալի, ես բժիշկի մոտից են բժիշկ ես, հետևանքները հետևից սկսում է վազել, я пошел в больницу провериться, вышел больным. Հա, Եթե ընդեղ գրած է հիվանդանոց, ընդեղ ոնց բուժվես։ Եթե առողջանոց գրեն, еще շանս կա։ Ասма եթե մարդը որոշել է ապրի, բժշկությունը տեղ անզոր է, չէ։ Что վեկ живи, վեկ կայֆուй, հերիկալ ռամկաների մեջ ապրեք։ Ես իշա սիրտը ուզմած ես ծխի, ուզմա խմի, ուզմա վազի, ուզում ես պարաշուտով թռի, ինչու ես ռամկաների մեջ դնում։ Հելա ուրիշներին չես հարգում, ինքը ծխող, ինքը ձախ գնացող, Չէ, я буду жить по правилам, а правила от слова правильно. Да? А чье это правило? Անցած անգամ մենք որ խոսացինք արժեքների մասին, քանի որ մենք միջև միացնելը խոսել ենք դրա մասին, ես չմանրացա, որտեղ ես գիտեի ինչի նկատի ունեք, բայց դիտողը չէր հասկացել։ Ինձ հարցրեցիք օրինակ դու վատ բան ոչ չես անում, որտեղ չի կարելի, թե չես անում, որովհետև քո արժե համակարգի մեջ չի մտնում։ Այդտեղ մենք հասկացանք, հա, որ ճիշտ է, վատ բան չեմ անում։ Եթե ես վատ վիճակումն եմ, ես չեմ հասկանում, որ ես վատություն եմ անում։ Եթե ես ուզում եմ հաղթեմ, ընկել եմ պրինցիպ, որ կոնկուրենտս օրինակ չհաղթի ինձ։ Ես կարամ իրան վատ բան անեմ, որովհետև ինքն էլ է դրա մասին մտածում։ Չէ, մենք արժեքներից էինք խոսում, արժեքներ ասեք։ Делай все, что хочешь, но не мешай другим։ Այսին որ մենք չասացինք, մարդիկ առանց արժեքի ոնց կարելի է ապրել։ Իհարկե առանց արժեքի չենք ապրում, բայց դե հարցն է, դու էսա չես անում, որովհետև ամոթա, թե չես անում, որովհետև դու այդ արժեքի կրողը չես։ Այստեղ է այդ կարևոր բանը, չէ։ Եթե մարդը ամոթի չի անում, նշանակում է դա կեղծ։ Ես չեմ պատկերացնում, ես ուրիշին վնաս տամ։ Դրա համար ինչու պատճառ պետք է լինի, որ խիչ եմ վնաս տալիս։ Պատճառ չկա։ Ես просто այնքան լավ վիճակում եմ, ես սեր եմ արտահայտում մարդկանց։ Я люблю людей. Я их оправдываю всегда. Из-за этого у меня ни одного диагноза нету. Я спокойно, я արտանում եմ ժպիտով, համ ծխում եմ, համ խմում եմ,
Я не знаю, ամկռիվը даже լինում ամկռիվ ենք անում, это նորմալ է մեզ համար։ Ինչ է լինում մարդու հետ, երբ որ ինքը վախից է մի բան անում։ Հիշում ես Աստվածաշնչում կա, прости себя и спасены будут тысячи։ Մենակ մեղավոր մարդը կարա վախով քեզ վնասա։ Չէ, մի Անմեղ մարդ, մարդը վնաս չի տա։ չէ, ասենք մարդ կա, որ գործողությունների մեջ բան անում, չէ, վախից է անում մի բան։ Հիմա վախից գնացին ընտրեցին։ Այդ մարդկանց մոտ ինչ է լինում սովորաբար այս մարդկանց մոտ, ինքը որ վախից են գործողություններ անում։ Ինստինկտ самосохранения։ Դա ինչ հետևանքներ ա բերում։ Իրան մտածելով անվտանգություն։ Իսկ Մենք առողջությանը դա ինչ որ տալիս վնաս թե չէ։ давайте sense մտան։ Եթե ուշադրիր նայեք, մենք ապրում ենք երկու իմաստի համար։ Անվտանգություն եւ սեր։ Ահա։ Ուզում ես փող աշխատի, ուզում ես ընտրի, կամ մի ընտրի։ Մեկը երկու բանի համար ես դու ապրում։ Անվտանգություն եւ սեր։ Սերի մեջ մտնում է կոմֆորտ, да, սեր, սուսումուսու, там շոյել, հա։ Անվտանգության մեջ ինքնավստահությունն է մտնում։ Կանայք դրա համար ուժեղ տղամարդ են փնտրում, որ իրան թիկունքին մեկը կաղդի, ինքը արխային երեխեք են մեծացնի։ Բայց նույն կանայքը մեզ պատրաստում են կանացի, ամոթ, խայտարակ, չի կարելի, ու ինչքան մենք մամայի լսենք, այն ժամանակ ապագայում խփում է շագանակագեղձի։ Որովհետև աղջիկա աշկերով է նայելու իրականության, ոչ տղամարդ։ ու ներսում ստեղծվում է լուրջ կոնֆլիկտ։ Հա, ու եթե տղա աղջիկա մեծացնում, նախ ինքը թոշակի վրա է ապրելու։ Կամ եթե լավ պրոգրամիստ է, հա, կարող է լավ աշխատել։ Որովհետև նեյրոպլաստичности կանանցը քիչ է։ Իրանք չեն կարող տղամարդու միջին արթնացնեն։ Ասիկս почему չեն կարող 100% ոչ մի բան չի լինում։ Կարող է ինքը հետո հաջողել լինի, բայց իրական հաջողա ինքը ներսում։ Դա էլ կա։ Ինչ է նշանակում լինել ներսում իրական հաջող։ Երջանիկ, բավարարված։ Ну да, вот я с тобой сейчас разговариваю. Ես հիմա հաճույք եմ ստանում։ Ես էլ չէի նայ ժամանակ, մի ժամ 14 րոպե է խոսում ենք։ То есть, հա, հետո դուք որ անջատ եք գտնակ քնեք, ես կխմեմ մի բաժակ պիվա, մի սիգարետ կցնեմ, էլի հաճույք։ Հետո մեր տնօրենն է գալու ժպիտով, ինքն էլ մեզ նման գլուխ խարավ։ Գալու է ժպիտով, ծիծաղենք անեկդոտ պատմենք, ինքը գնա իր կաբինետ։ Հետո սումա ճախուրտներ գալ։ Էլի ես սիրում եմ իմ գործս։ Դե այդ ինձ շքեղություն է սիրել գործը ու դրանով աշխատել, Ճիշտ է, ֆինանսական կարող է շատ մարդիկ չեն կարող $1000 վճարեն մի ժամ սեանսի, բայց մեկը ես առանց գործ չեմ մնում։ Разнахая танк, для кого? Еще это декабрь. В общем, газету Грумен самый дорогой артист в этом году, там, по-моему, 18-й год был, 17-й. В декабре у нас нет, я недорогой артист. Это у вас нет возможности пользоваться моими услугами. Ես բանը մեծ դիտողներին ուղղակի ուզում ասեմ, որ Գյորգի Ավակյանը կյանքի որակ կենտրոնի տնօրենն է, հիշացնեմ, որտեղ մասին հիմնադիր կյանքի որակ։ Ինչ եք էս անուն ընտրել։ Что, որովհետև ես մարդկանց կյանքի որակը բերում եմ տեղը։ Ու առանց դեղերի։ Առանց դեղերի։ Շատ լիմոն նշանակեմ, ճիր, որ առունալ ջրի կան։ Հա, իմջալոց երեք ինձ լիմոն ասեցիք, լիմոնաջուր խմեմ։ Դա ինչ հետ էր կապված։ Առունը ջրի կան, հա, եւ ամեն ջիջի իր սնունդը ստանա։ Եթե առունը խիտանում է, ամեն ջիջի չի ստանում։
Դրա համար Ճիշտ է։ քրոնիկական հոգնածես, սպազմաները շատ, անհավես, անհետաքրքիր ու դա բերում է ռակովե կլետկային զարգացում կամ այդ 0.9% ջուրը։ Այսինքն թթվածինի պակասը բերում է ռակվի կլետիկի բան, զարգացում։ Թթվածինի Որովհետև իմունիտետը իջնում է, պարազիտները սկսում են ավելի շատ բազմանալ։ մարդու օրգանիզմը, տեսեք, ես որ ձեր հետ խոսում եմ, պարզվում է մարդու օրգանիզմը իրականում շատ պարզ կառուցված ունի, տրամաբանական է։ Որ բժիշկների հետ եմ խոսում, իրանք սկսում են զի մարդու օրգանիզմը բացատրել, իսկ մարդու օրգանիզմը մի հատ տիեզերք է, ինքը տիեզերք է, որը գլուխ չես կարին, գլուխ չես անի, ինքը շատ բարդ է։ Որն է ավելի ճիշտ բացատրում, մարդու օրգանիզմը տրամաբանական է ու հեշտ հասկանալի, թե մարդու օրգանիզմը տիեզերքի նման բարդ է, հնարավոր չի հասկանալ։ Не знаю. На русском скажу. Давай, ռուսերեն ասեք։ Чувство. Զգայրան։ Զգալով ամեն ինչը Եթե ես խորանամ մարդու մեջ, ինչից է, որտեղից է, ու ամեն տարի նոր բացահայտումներ անելու, ես լիքը ժամանակ եմ կորցնելու։ Դրա համար ես ասում եմ հետևանքը ինքը ինչ զգայրան է տալիս ինձ։ Ինքը տալիս է ամոթ, օրինակ։ Ամոթը որտեղ է, փորիկում, լարվածություն։ Այդ փորիկին լարվածությունը որտեղից է եկել։ Տատս, մամաս, սաղուր ասում են ամոթ, մենք գնում ենք ջինջում, տատիկից իրան հանում, մամայից իրան հանում, տեսնում են ձվարանները, ցավը անցավ, բայց մենք ձվարան չենք բուժել, մենք ամոթն ենք հանել, որ հետո ինքը գիտակցաբար ապրի, ոչ ամոթի միջոցով։ Ես վստահ եմ, որ դուք գիտեք, որ մարդիկ կան միջև նախկին կյանքեր են գնում։ Ես իրանց տանում եմ ինքնակներ։ Դուք էլ եք հասնում նախկին կյանքեր։ Օրինակ Երևանյան հիվանդությունն է, Երևանյան հիվանդություն, նու երևի 80% թուրքերի բանից է, եղերնից է։ Միջև է չի եղել Որ Երևան։ քո աչքիդ առաջ մորթում են, քո երեխեքին դու ոչ մի բան չես կարող անել։ Իսկ Այդ միջև է չի եղել։ մուրը մնում է, սերունդը սերունդ փոխանցվում է։ Նույնն էլ հուները եւ եվրեյները ունեն, եւ մենք մի քիչ արաբները, որտեղ ով գենոցիդ է տարել, թուրքերը արաբներն չէ, գենոցիդ են արել ամեն 10 տարի։ То есть անցած կյանքը ուրիշ է, գենետիկի ծրագիրը ուրիշ է, բայց մեկը իրեն կապված է։ Որ դու մտել ես մամայի փորը, որտեղից ես մտել։ Բջիջները հանդիպել են իրար, էմբրիոններ ձևավորվել են։ Բջիջը միս է, բելոկ։ Բելոկ, հա։ Ինքը ինչ գործ։ Ինքը ինչ գործ։ Դու մահից ես եկել մամայի փորը։ Հետո քեզ մարմին են տվել տուրիստական։ Հետո նորից գնում ես տուն։ Որտեղից եկել ես մամայի փորը, հետո գնում ես տուն նորից։ Այդ տունը որտեղ է։ Մինչև չծնվես ուրիշտեղ։ Հա։ Ну, это доказанный факт, Բայց այդ դակազանի ապացուցած ֆակտը գիտեք, չէ, աշխարհում 5 երկիր է ընդունում դա։ Մեկ զարմացա, որ դրանցից մեկը Ճապոնն է, Ամերիկան ու Շվեյցարիան է։ Այնտեղ Ճապոնիան, Չինաստանը, Հնդկաստանը, դա պարզ է, դա բուդդիզմի։ Գիտես, давай сенсор мутациям. Теория Дарвина сейчас поняли, что не работает. Բայց если они, Академия примет, եթե իրանք ընդունեն, որ թեորիա Դարվինը չի աշխատում, դու չես պատկերացնում տրիլիոններ դոլարներ է պետք, որ ծրագիրը փոխել պատմությունը փոխվի։ Դրա համար իրանք ասում են ոնց կա թոմնա։ 5 երկիրը կարացան փոխեն, բայց մնացածները չէ։ Օրինակ պսիխոսոմատիկան Ամերիկա չի ընդունում։ Լոնդոնը չի ընդունում, Ֆրանսիան ընդունում։
Բայց ես գիտեմ, որ Ռուսաստանում շատ կան պսիխոսոմատիկայով զբաղված։ Ռուսաստանը ուսանում է, даже էպիգենետիկա ինստիտուտ կա Ռուսաստանում։ Կանադան էպիգենետիկան вообще Grant McFetridge, это ուզում եք ուսումնասիրել։ Կանադան Макфетридж, Институт пиковых состояний. Ամերիկան ունի։ Ամերիկան Ամերիկա ուներ։ Իա Բրյուս Լիպտոնը ամերիկացի։ Ага. Բայց психосоматика չեն ընդունում на государственном уровне. Ну, в общем, у каждого свое շուտուշ ընդունել։ Ռամար զգայարան դու հոկեբանը օրինակ հանգստացնում է մարդկանց, մենք փոխում ենք ծրագիրը, որ դու այդ լիմոնը պատկերացնես ու կոկորտը չքիրի, կամ քիրի, եթե ուզես, համին համար։ Ты решаешь, какие чувства иметь, какие не иметь. Դրա համար հետո այդ մարդը уже չի կարող աղքատ լինի, չի կարող հիվանդ լինի, չի ստացվում։ Հին ծրագիրը փոխած է։ Հիմա մարդիկ Առանց գիպնոզ։ Ես գիտեմ, չէ, ես այդ պսիխոսոմատիկներից գիտեմ, որ նրանք գիպնոզով են գնում նախկին կյանքում, գիպնոզով են փոխում։ Ինքը գիպնոզի մեջ է ինքը տեսնում։ Աչքերը բաց, կարաս կոֆե խմես, խոսաս ինձ հետ։ Բայց տեսնես։ Ты можешь кофе пить, курить, пожалуйста. Им сестрам, это ես եմ ընտրել։ Դու կարող ես նման կա։ Չգիտեմ։ Չէ, իմ իմացածները դրանք բանը լուրջ խորը հիպնոսի տակ են անում այդ ամեն ինչը։ Շանս կա, որ մենք մի օր, որովհետև Շվեյցարիայում կա այս պրակտիկան, երկուսն էլ կա, եւ խիրուրգիան, այնտեղ եւ օպերացիան են անում, եւ հիվանդությունն են բուժում։ Շվեյցարիայում կա իմ աջախորդս Գայանե ֆամիլիա забыл։ Это так ինքը կարա օգնի։ Ես իմանայի մեկ մի օր այդպես կլինիկա կունենանք Հայաստանում, որ ասենք ինքը համ հիվանդությունը բուժի, համ հետևանքները։ Դե եթե զարգացնենք ապտեկները ու դեղի բիզնեսը կկորի, բայց դեղի բիզնեսը բյուջետ լավ փող է տալիս։ Հիվանդանոցները։ Դրա համար это невыгодно, потому что экономически мы еще не готовы. Դա ուրիշ վտանգել կա։ Հիմա մի հատ տղա կա, այն ինչ որ զբաղվում է Գալաևը, բանի ոնց է կոչվում իր թեորիան գենետիկի Волновая генетика։ Волновая գենետիկա։ Հիմա մի հատ տղա կա, իրանից հետո զբաղվում է բան էլի ալիքային, բայց ինքը ռադիոֆիզիկա։ Մի խոսքով ինքը շատ սակալով էր կարծեմ ազգանունը երիտասարդ տղա է ու ինքը նույն բանի մասին է խոսում, բայց ինքը ռադիոֆիզիկա է, նույն ձևի են աշխատում, նույն ձևի է մտածում ու ինքը պատմում է նոր է, մի 3-4 տարի է ինքը բանը։ Հիմա պատմում ասում է ինձ անդադ զանգում, ասում են դու դադարեցա։ Էսի դու ինչա քեզ պետք, որ դու այս ամեն ինչը դադարեցնես։ Ձեզ երբևէ ասել են, որ դու դադարեցնեք։ Չէ, որովհետև մենք քիչ ենք ստեղ։ Հələ չենք խանգարում։ Հələ չեք խանգարում։ Բայց որ մի 1000-2000 հոգի լինեն, դա կխանգարենք։ Այն ժամանակ կզանգեն կասեն։ Դե հիմա հա շատ բժիշկ կա, որ սկսել է գալիս մոտ, ով առաջ իմ մասից վատ է խոսել, հիմա իրանց երեխեքին բերում են մոտս։ Բժիշկները։ Բայց տելևիզորով ուրիշ բան են խոսում։ Ну нельзя это делать։ Հա դե մենք մոտ միշտ է մենք ոչ չենք կարողացել բուժենք Օքսֆորդ բայց Օքսֆորդ համալսարանից երկու պրոֆեսոր եկել են ինձ մոտ բուժվել սրազու մեր հայրենակից սկսել են հպարտանալ բայց միջև Օքսֆորդ համալսարանից եկել են շարլատան կամ մի փչող դա վախից է թե ինչից է թե չիմանալուց է Я не хочу, чтобы тебе было хорошо. Չուզողներ։ Դե լավ է։ Դրա համար Հայաստանի 3% ամենացել։ Որն է ունիվերսալ բանաձևը, որ մարդ իր կենցաղի մեջ, ասեն գոնե այս բաները որ պահի, մինիմալ
իր առողջական վիճակը ավելի բարելավված կլինի, մինիմալ ասենք, հա, որ ասենք 3 Իմացեք, անիմաստ ոչ մի բան չի կատարում մեր կյանքում։ Ահա, Իմացեք, որ եթե ընկել եք պրոբլեմի մեջ, ասեք, это к любви к деньгам. Просто ասեք, էշեշ. Это к հա, любви к деньгам. մենք Это к ասենք любви. չարախափանվեց, հա։ Потому что բացասական դրական էներգիա չկա։ E равно mc квадрат Эйнштейна. Все это энергия. Знаете? Ահա, Բայց մեկ օրինակ նեղանում ենք, որ ինչ։ Այնքան անիծ եմ ես ստանում ինձ իմ մասից։ Տակին գրում եմ շնորհակալություն անկեղծության համար։ Որ այդ էներգիան մնում է ինձ։ Դրա համար հարստանում է աղքատան։ Հարուստ ես секреты гиди. Он ես благодарит тех людей, которые меня ненавидят. Помнишь, Путин раз Путин термасин мишт ватен узун. А без меня они могут даже меня убить. չէ, օրինակ մի 3 ամիս առաջ իմ այդ ավտովթալ պատահեց, ինձ կողքից նենց խփեցին, որ ես մեքենայով պատատվեցի, փառքասին ինձ բան չեղավ ու գնացի դեպի մայթ, ես հազիվ կանացա մեքենան շրջեմ, որ մարդկանց չխփեմ, իջել սենց սառը, ի վիճակի չեմ մեքենայից իջնելու, սենց նստած եմ երկար ժամանակ, միջև եկան բան այդ էմերջենսիները, բան, հիմա եկել եմ տուն, մեքենա չկա, նեցա լղկած կինս վայ, այդ ինչ եղավ, վայ, այդ ինչ խի եղավ, ասի, որովհետև եթե դից չլներ, կարող է ես մի 10 մետր ավելի վատ բան լիներ։ Ինձ այդտեղ կանգնեցեց Աստված, ասում եմ։ Ինձ այդտեղ խփեց, կանգնեցեց, հա, չկա մեքենա։ Հա, բայց որովհետև այնտեղ մեզ ավելի վատ բան է սպասում։ Չէ, ինչ ես դու ամենակ, ասում ես այտենց եմ պլանավորված իմ, որովհետև հակառակ Էդի շրջել եմ, ես իմ դեմ, շուրտամ այդ էներգիան բացասականից քանդեմ, ես քաղաքականությունը քիչ եմ միատել, ավտոյի կորուստը քանդի։ Есть принятие, а есть непринятие. Ասմախի это սատանական բառը։ Բայց մենք չենք օգտագործում խի։ Մենք օգտագործում, որ ինքը իրավունք ունի լինի սենց։ Դրա համար մենք էներգիա չենք ծախսում, որ իրան փոխենք։ Երջանիկ բառ, որ давай մի հատ էլ սեկրետ ասեմ, որ միշտ հարմալնեք։ Էդի ես գիտեք երևի MMA բան եմ պատրաստում, բայ без правил։ Որ իրար չարփշուրան։ Վերցրել եմ 20 հոգի կարատե կոնտակտ։ Իսկական սխոփան։ Կիոկուշինկայ։ 20 հոգի առանձնացրել եմ։ 20 հոգի առանձին 20։ Այդ 20 հոգու ասում եմ, որ գալիս եք տուն, ասում եք, я завершил свою тренировку, ես վերջացրել եմ իմ պարապմունքը, ես պետք է ուշ հավաքեմ, հանգստանամ, վաղվա плодотворный день, ոնց է հերի։ Արդյունավետ օր ունենալու համար։ Արդյունավետ օրի համար։ Ու իրան գրել են, էդի ու գնացել են։ Մի շաբթից հետո մարզիչը զանգում ասում կարամ ձեզ տեսնեմ։ Ես եկել եմ կողքասում, բայց ավտարին 40-50% տարբերություն կա։ Վնոսլիվость ոնց է վնոսլիվость։ Դիմացկունություն։ Да, это բառը просто ասեք։ Բայց եթե դուք շատ օր գալիս եք տուն, վայ ես հոգնած եմ։ Քունստանում առավոտ ավելի վատ ես արտանում։ Միջև կոֆե չխմես։ Մի շաբաթ, երկու շաբթից հետո դες ոնց է սենց դառնում կյանքդ։ Սենց բանաձևը կրկնենք, ինչ նույնիսկ եթե ձեզ լինում է, ասեք բալինել երևի է։ Ես այդ բառն եմ օգտագործել, ասում ուրեմն բալին սա էր։ Ես միշտ սենց եմ ապրել։ Դրա համար Из-за этого прекрасно выглядишь. Спасибо. Наш человек. Наш человек. Вот так вот, Джаник, да? Да երևի այսօր Երջանիկ ապրել է այնքան դժվար չի։ Просто հարցրեք ձեզ, ինչ է ձեզ սպասվում 3, 5, 7 տարուց հետո, եթե դուք այսօր վաղը ոչ մի բան չփոխեք։
Հատե պատասխանը բերելու է ձեզ ինքնասիրության։ Իդե եթե մեզ լսողների մեկն էլ հետաքրքրված է մենք ինչի մասին ենք այսքան խոսում եւ ինչով կարող է դոկտոր Միրզաբեկը ձեզ օգտակար լինի, ուրեմն կյանքի որակ կենտրոն Երևանում գտեք Google-ում ես մի անգամից հավաքեցի շատ հեշտ բերեց հեռախոսահամարներով եւ այլն։ Ես խնդրեմ համեցեք տեսնենք մեզ անգամ ոնց են քլնգում մեզ, ոնց են վերաբերվում, ըստ դրա մենք էլի Դե կհանդիպենք մյուսը կանենք բանը շատ դիագնոզները եւ պատճառները, որ մարդիկ գոնե իմանան պատճառը մի քիչ հանգստանան։ այսինքն պսիխոսոմատիկայի դաշտ արդեն։ Հա։ Դիագնոզ ու պատճառ։ Շատ լավ։ Դե Դե այսօր այլևս մի քիչ կպանք, մի քիչ կպանք, հա, բայց ավելի լուրջ էլ կա։ ինքը անծայրացիր է այս թեման։ Ես 10 տարուց ավելի է ուսումնասիրում եմ այս ամեն ինչ։ Հələ ես շատ բաների չեմ կպել հələ։ Հələ մենք վիբրացիաներից չենք խոսացել, մենք այդեղ ատոմների, մոլեկուլներին չենք ասել։ Ոչ մի բան հələ չկպանք դրանք մենք, հա։ Մենք շատ մակերեսային ենք ասում։ Դե լավ, տեսնենք մեզ ոնց են անցալում այս անգամ։ Իմ համար կարևորը որ մեր ազգին կարողանանք մեր օգտակար լինել, որտեղ մեր ազգի ստրեսային վիճակը Ես կորտիզոլը միշտ էլ դա միշտ այդ պոլիտիկոսները որ գալիս են մոտս, պատկամավոր դե մեկ են պատրաստում, չէ՞, պատկամավոր բանկի կառավարիչ մեծահարուստները մենք ենք պատրաստում, որովհետև դուխա պետք հարուստ լինել։ Մենք էլ դուխա պետք конгрессмен լինել։ Конгрессмен тоже у меня есть, американский. Ну, они не хотят, чтобы я им говорил, но Мадонна сказала, что, пожалуйста, говори. 2010 Վարչապետ չեք պատրաստում։ Չէ, ինքը ինձ չի ընդունում։ Չէ, ապագա վարչապետ եղածը չեմ ասում։ Ապագա եթե դիվան պրոբլեմ չկա։ Իսկ վարչապետներն են գալիս ձեր մոտ, գալու ասեմ, biz ուզում ենք վարչապետ դառնանք։ Ունդեղ ես հասկացա, որ оказывается ինչքան էլ դու ուզես հասնես նպատակին, այնքան 99 հոգի չուզող կա, որ դու հասնես նպատակ։ Բայց մեզ սովորացրել են ապրել այն մարդկանց համար, ով չի ուզում մեր լավը։ Ես այնքան լավ ասեցի, բույս ջան, նայ, դոկտոր ջան, ես որ նոր է ես ամեն ինչով հոգտաբան անում, հետաքրքրվում, որտեղ կարդացի կամ որտեղ լսեցի, մեկն ասեց, որ պահից որ սկսես փոխվել, քո ամենամոտիկ շրջապատը լինելու է առաջի քո խանգալողը քո բոլոր փոփոխությունների համար։ Ճիշտ։ Դա թե վատ գրողները քո բանը, իրանք այնքան վատ վիճակում են, որ չեն պատկերացնում, որ դա կարա լինի լուրջ։ Ես նրանցից չեմ ներանում, իմ ունկնդիրը ոչինչ որ չի հասկանում, ոչինչ, բայց ես գիտեմ, որ անկեղծ է, կարևոր անկեղծ է։ Այո, ես գիտեմ, որ ինքը ամենաբորակյալ եւ ամենահավատարիմ ունկնդիրն է։ Եթե հարցեր կա գրեք, եթե պետքա կապնաբեք դոկտոր Միրզաբեկի հետ, այսօրվա համար ինձ թվում է այսօր կարելի է եզրափակել։ Շնորհակալություն ձեր ժամանակի համար։ Ես էլ գնամ 12:30 գիշերի։ Ես էլ անցնեմ գործի։ Լավ մնացեք, շնորհակալություն, հաջողություն։